Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հակառակորդը վերջին շրջանում ակտիվորեն կրակում է Սյունիքի Տավուշի գյուղերի ուղղությամբ թիրախավորելով բնակիչների տները։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը սահմանային իրադրությունը հարաբերական կայուն է գնահատում։ Այո, կրակոցներ հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, դրա մասով մեր պաշտոնական լրահոսը գերատեսչության ինքը տեղեկատվություն տալիս։ Շտաբի պետի ձևակերպմամբ ադրբեջանական կողմի նպատակը զինծառայողների ու սահմանային բնակչության վրա ճնշում գործադրելն է։ Բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը եւ իրադրություն հարաբերական մենք շարունակում ենք հետախուզության վարումը բոլոր ունեցած ուժերով եւ միջոցներով եւ սահմանային խորություններում հակառակորդի կողմից ոչ մի նմանատիպ սադրիչ քաղաքականության գործողություններ չկան։ Հարցին Ասրյանն է վստահ, որ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, գլխավոր շտաբի պետը պատասխանում է հղում անելով վարչապետին։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիսանում է նաև ի պաշտոն է զինված ուժերի համար գերագույն հրամանատար, այնինչ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի դա հնչեցնելու համար։ Լրագրողները գլխավոր շտաբի պետից փորձեցին տեղեկանալ, թե նա ինչ կարծիք ունի զինծառայությունից փողի դիմաց ազատվելու շրջանառվող նախագծի մասին։ Ասրյանը հայտնեց, թե առաջիկայում Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում կլինի քննարկում եւ այդ ժամանակ կներկայացնեն իրենց տեսակետը։ Մենք շահագրգռված ենք, որպես զինված ուժերը համալրվեն առողջ, բանիմաց, կրթված զինծառայողներով, այսինքն քաղաքացիներով, իսկ գլխավոր շտաբի պարտքն է այդ համալրած զինծառայողներին ուսուցանել, շարունակել կրթելը։ Կոռուպցիոն երևույթները շատ են բանակում, Ասրյանն ասաց, այո, լինում են դեպքեր, երբ տարբեր զինծառայողներ, սպաներ, պայմանագրային զինծառայողները փորձում են կոռուպցիոն ռիսկերի գնալ, սակայն Պաշտպանության նախարարությունն իր պարտքն է համարում դրանք արմատախիլ անել։ Վրաստանում կփակեն ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը 17 տարվա աշխատանքից հետո կառույցը կդադարեցնի իր աշխատանքը հուլիսի 1-ից։ Վերակազմավորումից հետո տեղեկատվական կենտրոնը կտեղափոխվի Վրաստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատ, հայտնել են գերատեսչությունում։ Վրացական կողմը Հայաստանի հետ սահմանին կուտակված բեռնատարների խնդրի լուծման նախնական փաթեթ կներկայացնի։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը կայցելի Հայաստան իր հետ բերելով վրացական սահմանին կուտակված ու արտահանմամբ զբաղվող բեռնատարների խնդրի լուծման նախնական փաթեթ։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հուսով եմ, որ լուծում կգտնենք, որովհետև այն իրավիճակը, որ մենք ունենք, շատ վտանգավոր է մեր բիզնեսի, գործարարների, խաղողագործների, կոնյակագործների համար, նշել է նախարարը։ Հայաստանում 2024-ին գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 1.5%-ով, կազմել 13.9%։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Վահե Հովհաննիսյանը։ Փոխարենը ըստ նախարարի 6.4%-ով միջին աշխատավարձն է բարձրացել նախորդ տարվա նկատմամբ եւ կազմել 287 հազար դրամ։ Մեր երկրում աշխատանքային իրավունքները ոչ միշտ են պաշտպանված, չձևակերպված աշխատողների թեման դարձյալ ասպարեզում է։ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ միայն ապրիլ ամսին բացահայտվել է չձևակերպված աշխատողներ պահելու 70 դեպք, 20 տնտեսվարող տուգանվել է մոտ 50 միլիոն դրամով։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Իրավական տեսանկյունից չձևակերպված աշխատողը չի կարող պաշտպանել իր իրավունքները։ Հարկային օրենսգիրքը խիստ պատասխանատվություն է սահմանում յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար, ենթարկելով 250 հազար դրամի չափ տուգանք։ Հիմնական պատճառը դա բարձր հարկերն են, որոնք գործատուն ստիպված է վճարել աշխատողի համար եւ հիմնական նաեւ ստվերում աշխատելու պատճառը դա է, որ նաեւ աշխատողին ձեռք չի տալիս, որ բարձր ամեն դեպքում այդ 20 մոտավորապես 25% հարկերը գործատուն նախընտրում է չվճարել կամ դրա ինչ որ մի մասը դա աշխատողին եթե համաձայնվում է աշխատողն է չգրանցվելուն
Չձևակերպված աշխատանքը վնասում է ոչ միայն անհատին, այլև նաև պետությանը։ Գրանցված աշխատողն ունի արձակուրդի իրավունք, աշխատանքից ազատվելու հետ կապված ևս կան բազում իրավական կարգավորումներ։ Իսկ արդեն ստվերային աշխատողը դուրս է մնում կենսաթոշակային համակարգից, չի մասնակցում բյուջեի ձևավորմանը, սակայն մասնագետները նկատում են, որ առավել հաճախ աշխատողն ու գործատուն համատեղ են խուսափում գրանցումից։ Շատ աշխատողներ, մանավանդ եթե նրանք ցածր են բարձրատրվում, գերադասում են այդ հարկը, այսպես ասած, որը պետք է փոխանցվի համապատասխան մարմիններ, նաև կենսաթոշակային ֆոնդ եւ այլն, իրենք ստանան այդ պահին արձերն կամ քան ուրեմն կատարեն իրենց հարկային պարտավորությունները։ Ավելի հաճախ ըստ մասնագետների արտաժամկետ աշխատանքային հարաբերությունների դեպքում հիմնականում աշխատողը չի ցանկանում գրանցվել, սակայն սա գործատուին չի ազատում պատասխանատվությունից, իսկ գործատուների գրանցումը շրջանցելու պատճառները շատ են։ Գրանցված աշխատող ունենալու դեպքում նախ գործատուն չի կարող այսպես ամիսը մեկ հանել մի աշխատողին, ընդունել նոր աշխատողի, այսինքն կողմերը ձեռք են բերում իրավունքներ եւ պարտականություններ, որոնց դեպքում գործատուն ունի մի շարք պարտականություններ, այդ թվում առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու, աշխատողին աշխատանքային սահմանված ռեժիմ ապահովելու, արտաժամի աշխատանքի համար վճարելու, գիշերային աշխատանքի համար վճարելու, այդ ամենը համապատասխան ձևով ուրեմն ձևակերպելու, արձակուրդի, վերջնահաշվարկի Մասնագետների դիտարկմամբ թերևս բավարար գիտելիքներ ունենալու բաց կա, հորդորում են աշխատավայր ոտք դնելուց առաջ զինվել սեփական իրավունքների վերաբերյալ տեղեկություններով։ Մաշտոցի պողոտայից սկսվող հասարակական տրանսպորտի համար առանձնացված գիծը կհասնի մինչև Իսակով։ Մայրաքաղաքում երթևեկության կարգի մեծածավալ փոփոխությունների են պատրաստվում քաղաքապետարանում, այս մեկը շարքի գլխավորն է։ Տրամաբանությունը կանում է նրանում, որ հասարակական տրանսպորտը պետք է ունենա առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ եւ ավտոբուսային գծի ներդրումը հենց սրանով է պայմանավորված։ Սարյան փողոցն էլ առաջիկայում կդառնա միակողմանի Լեոից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ միայն տուրիստական հատված է, խցանումները շատ են, լավ չէ։ Սարյան փողոցի երկու հատվածում թույլատրել ավտոմեքենաների կայանումը, որի արդյունքում ավելացած գոտիները հնարավորություն կտան տրանսպորտային հոսքերի անընդհատության ապահովման համար։ Որպես հակառակ ուղղություն Սարյան փողոցին կհանդիսանա Մաշտոցի պողոտան։ Տարածքի բնակիչները մի քիչ ավելի երկար կվարեն մեքենան, որ տուն հասնելուն պես կայանը տեղի գտնեն։ Քաղաքապետարանում գիտեն այս մասին, բայց դե ավելացնելու են նաև թույլատրելի արագությունը, որ խնդիրը զուտ կիլոմետր լինի, ոչ թե րոպեն։ Տարիներ շարունակ վարորդները երթևեկելով տվյալ փողոցում ունեն ինստիտուցիոնալ հիշողություն եւ պլանավորում են իրենց ուղևորությունը կիրառելով այդ հիշողությունը եւ փոփոխության արդյունքում դեռ որոշ ժամանակ վարորդները շարունակում են կիրառել նախկինում գործող պրակտիկան եւ պետք է որոշակի ժամանակահատված, որովհետեւ վարորդները իրենց վարելու ոճը փոխեն ըստ նոր սահմանված կարգի։ Եվ դրա համար էլ փոփոխությունները ամռան այս ամիսներին են գործարկում, երթևեկությունն անհամեմատ թեթև կլինի, հետո էլ երբ բնականon հունը վերադառնա, վարորդները քիչ թե շատ ավելի հեշտ կհարմարվեն։ Իսկ այդ դեպքում մշտադիտարկումներն ինչ են ցույց տալիս, արդեն առանձնացված տրանսպորտային հանգույցներում ինչ իրավիճակ է։ Վարորդները հաճախ բողոքում են, թե այդ գծերը խցանման առաջացմանն են նպաստում, որոշներն էլ այն կարծիքին են, թե ընդհանրապես չեն գործում դրանք։ Իրականում յուրաքանչյուր փոփոխության արդյունքում լինում են խնդիրներ, բայց կարող եմ միանշանակ նշել, որ ավտոբուսային գծերի ներդրումը ինքնին դրական ազդեցություն հասարակական տրանսպորտի աշխատանքի վրա իրականում տեսանելի արդյունք կա։ Երթուղին սպասարկող ավտոբուսները առնվազն մի քանի րոպե ժամանակ շահում են։ Միջազգային փորձագետներն ի դեպ Երևանին առաջարկել են որոշ փողոցներում ավտոմեքենաների շարժը ընդհանրապես արգելել, ճանապարհը հետիոտներին զիջելով։ Այս տարբերակն առաջին հերթին հանրապետության հրապարակի համար են քննարկում։ Հրապարակում լինեն միայն քայլող մարդիկ, հեծանիվ ու ինքնագլոր քշողներ։ Բացառությունը միայն հասարակական տրանսպորտի համար է։ Վտանգավոր, կիսափլված ու քայքայված այս շենքը Նորագավիթ առաջին փողոցում է։ Քարերի կույտի վերածված 8-րդ տունը պատուհաս է դարձել ոչ միայն բնակիչների ու հետիոտների, այլ նաև վարորդների համար։ Մարդիկ ոնց անցնեն, որ էս ապահովելն անվտանգ անցնեն։ Պատն ամբողջությամբ է փլուզվել, քարերն ու ավազն էլ թափվել են մայթի վրա։ Տեսախցիկի առաջ խոսել չցանկացող քաղաքացիները պատմել են, որ դեպքեր են եղել, երբ երեխաների անցնելու ժամանակ են փլուզումներ եղել, քարեր են թափվել։
նախ հետիոտնի համար վայրը տեսնում եք ամբողջությամբ փակված է, կապված է քարով, հողով ու բնակիչները նշում են, որ բազմաթիվ անգամ դիմել են պատկան մարմիններին, որպեսզի հետևություններ անեն, գան եւ այս աղբը, շինարարական աղբը համարը սա արդեն մաքրեն, ինչը նաեւ հնարավորություն գտա, որպեսզի երեխաները անվտանգ գնան դասի։ Քաղաքացիներն ում ասես, որ չեն դիմել, բայց սեփականատիրոջը տարիներ շարունակ գտնել չեն կարողանում, չգիտեն նա Հայաստանում է թե ոչ, բայց մի բան հաստատ գիտեն, պետք է տարբերակ գտնելու օր առաջ վտանգավոր շինությունն ապամոնտաժել։ Գեղարքունիքի Չկալովկայում վերջին մեկ ամսվա ընթացքում բրուցելոզ վարակվել է 31 կենդանի։ Սննդամթերքի անվտանգության տեսչականից են փոխանցում վստահեցնելով, թե իրավիճակն այս պահին վերահսկելի է։ Տարեսկզբից արձանագրված ընդհանուր դեպքերի թիվը հասել է 128-ի։ Բոլոր կենդանիները, որոնց մոտ հաստատվել է բրուցելոզը, ենթարկվել են հարկադիր սպանդի, պարտադիր սպանդի։ Գյուղում հնդածս նաև շարունակվում են ուսումնասիրությունները, կենդանիների ծայրյան նմուշ են վերցնում տանում լաբորատոր փորձաքննության։ Անպայման հարկադիր մորթը կատարվում է, պարտադիր, որպեսզի հիվանդությունը չտարածվի, իսկ մսի օգտագործումը արդեն իր ընտրությամբ է, գյուղացին կարող է որոշել ինքը իր միսը օգտագործել։ Գյուղացիները հիմնականում, քանի որ բրուցելոզով հիվանդ կենդանու միսը օգտագործելի է վերամշակումից հետո, դա կարող է օգտագործվել արտադրության մեջ, որտեղ բարձր ձևաստիճաններով վերամշակվում է։ Կամ գյուղացիները երբեմն ընտրում են նաև սեփական օգտագործման տարբերակը։ Ամեն դեպքում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը չի կարող եւ չի հայտնվում իրացման ցանցում։ Չկալովկայի ավելի քան 158 բնակչի եւս ստուգել են հիվանդությունը, վերջին տվյալներով 10-ի մոտ է հաստատվել։ Իրանք ստանում են բուժում ընթացքում է, վիճակը բավարար է։ Այս բանին անհագստացնող տվյալներ դեռ չունենք։ Հիվանդության վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնյայից փորձեցինք նաեւ տեղեկանալ այս պահին ունեցած արդյունքների հիման վրա ինչ կանխատեսումներ կան առաջիկայի համար գյուղում հիվանդության տարածման հետ կապված։ Հստակ գնահատական չտրվեց, միայն ասացին, թե խնդրին տեղյակ են եւ ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում։